Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ գործակցության շարունակական զարգացման կարևորությունը, հատկապես ժողովրդավարության ամրապնդման։ ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման համար։ Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի Ալժիր հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-ից 1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբարակ սորված կանանց հիշատակին։ Ըստ թանգարանի տվյալների բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք։ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաեւ հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Ծիծեռնակաբերդի բարձունքի տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված համայնքին պատկանող շուրջ 9 հեկտար տարածքը անտառային գոտու է վերածվել։ Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփա տեսակ, քաղաքային անտառն ապահոված է ոռոգման համակարգով։ Նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծամետր մայր ոռոգման համակարգ եւ 1600 մետր ոռոգման ցանց։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, որտեղ այսօր նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, նաեւ եռակողմ հանդիպում ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ուկրաինայի միջև։